Կիրեկի ժամը 22-ին Սուրանկյան հերթական թողարկմանը դիտեք։ Իրանի շուրջ նոր լարվածությունն ու պատերազմի իրական նպատակները, ում է ձեռնտու էսկալացիան եւ որ դեպքում կողմերի միջև կայուն խաղաղություն կհաստատվի։ Մենք կոչնչացնենք Հորմուզի նեղուցի հետ կապված ցանկացած հնարավորություն։ Նպատակը Իրանին զրկել ռազմավարական սնուցման հնարավորություններից։ Իրանը միշտ եղել է նեղուցի պահապանը, Չեն կարող այլևս պահպանել այդ հրադադարը։ Եթե իրենց սպառնալիքները երբևէ արդյունք տված լինեին, այսօր չէին հայտնվի այսքան հուսահատ վիճակում։ Նման ժողովրդին համոզել, որ պետք է ենթարկվի բավական բարդ։ Նպաստների նոր համակարգն ու աղքատության ճիրաններում հայտնված մարդկանց զայրույթը, ինչ են մասնագետները բողոքում նոր չափորոշիչներից եւ արդյոք սոցիալական լարվածություն չի առաջանա։ Ներողություն, բայց դուք այլևս անապահով չեք։ Իրանց տված գումարով ես քիչ շատից թոնե հարցի հարցս կարող եմ լուծել։ Հնարավորություն է տալիս օբյեկտիվ պատկեր ներկայացնել անձի սոցիալական կարգավիճակի վերաբերյալ։ Խնդրում եք անտեսանելի մի սև ձեռքի, Այդ անձիկ այո համակարգից դուրս են մնացել։ ամբողջովին կեղծ օգտատերեր են։ Չկա, շուկա չկա կամ պատային իրավիճակում հայտնված ձկնաբույսները։ Արդյոք հայկական իշխանը կամ թառափը համապատասխանում են եվրոպական չափանիշերին եւ ինչ կորուստներ կկրեն ռուսական շուկան եվրոպականով փոխարինելու հետևանքով։ Ոնց է եկել, երբ է եկել, երբ է ստվել։ Օրենքը չի տարածվում այս կարգավորման վրա։ Հաստատի պատշաճ չեն վերահսկել։ պետք է ունենաս հստակ հաշվարկ ձկան ինքնարժեքի մասով։ Նա թույլատրելի ալտերնատիվ Հայաստանի Հանրապետությունը չունի։ Փոքրները ընդհանրապես ոտնատակ կգնան։ Վաղաշյան փողոցում տեղի ունեցած ծեծկրտուքի մանրամասներն ու ընթացքի ժամանակ մեքենայում ծագած դեը, ինչ հանգամանքներում է մահացել վթարված մեքենայի ուղևորուհին եւ ինչ ավարտ ունեցավ բեռնատարի հետ ճակատային բախումը։ Մի օր էլ այս ծառն անգնելու։ Այրան հետ քիլո։ Ես Ձախորդությունը ձախորդության հետևից կամ Արցախից տեղահանված ընտանիքի տխուր պատմությունը, ինչ գին է վճարում արցախյան 3 պատերազմների մասնակիցը ապրելու դիմաց եւ ինչու է կարեւոր յուրաքանչյուրի թեկուս չնչին աջակցությունը։ Մեկի մեջ մի հատ գլուխ, մեկի մեջ այսքան տեղ մտածրկված։ Ոկե մտածում էինք, ու հիկա փաստացենք։ Դες հրապոսը դեկարես մորի պատասխան։ Վտանգը մեծ էր, որ յուղը կհայտնվի շրջափակման մեջ։ Ամեն օր մի տեղ գրում եմ աշխատել ես։ Ցավոտ հարցերի պատասխանները կգտնենք միասին։